Բարև սիրելի հետևորդներ, սպասել Աստծուն նշանակում է վստահել Նրան, ով միշտ վռազում է, չի սպասում Աստծուն, չգիտի համբերել ինչ է, նա երբեք չի օգտվում ոչ Աստծո օրհնություններից, ոչ թշնամիներից, որովհետև Աստված ոչինչ չի անում ժամանակից առաջ։ Շատ անգամ մենք աղոթում ենք, ինչ-որ բան ենք խնդրում Աստծուց, մեզ դա ուշանում է։ Սկսում ենք նեղվել, վհատվել, մտածելով, որ Աստված մեզ չի տեսնում, բայց դա այդպես չի։ Ինչպես մեզ սովորեցնում են Սուրբ Հայրերը, եթե դու մաքուր սրտով աղոթք ես անում, ինչ-որ բան ես խնդրում Աստծուց, խնդրեցիր, մոռացի դրա մասին, ապրի քո կյանքը գնա առաջ։ Աստված, եթե դա քեզ պետք է, իր ժամանակին կտա։ Շատ անգամներ մենք Աստծուց ինչ-որ բան խնդրելով և մեր խնդրածը ուշանում է։ Աստված այդ մոմենտով մեզ բացատրում է այսպես. մեր մեջ առաջին Աստված ուզում է մենք ունենանք համբերություն, սպասելու ունակություն, որովհետև եթե մենք չենք սպասում, չենք համբերում, ընկնում ենք շարի մոլորությունների մեջ, վռազել, շտապել, Տեր Աստված սատուր, Աստծուն դա այդպես չի։ Եթե մեր խնդրածը ուշանում է, ուրեմն Աստված ժպտում է մեր մեջի ինչ-որ մի կիրք, ինչ-որ մի մեղք մաքրի։ Եթե մեր խնդրածը, մեր ուզածը Աստված նույն րոպեին տա, մեր մեջ է մեղքը, կիրքը, այսպես ասած, չի բուժվի։ Դրա համար Աստված, որ մեզնից ավելի շատ է սիրում, սովորեցնում է մեզ համբերել և սպասել։ Համբերությունը ամենաուժեղ դեղամիջոցն է ամեն ձևի փորձությունների, վշտերի, հիվանդությունների մեջ։ Սովորեք վստահել Աստծուն, աղոթեք, համբերեք, Աստված ողորմած է, կտա այն, ինչը տվյալ պահին օգտակար է մեր հոգու և մարմնի փրկության համար։ Աստված ձեզ օգնական և պահապան լինի։